Պատմությունը թարմ է, եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով։ Ընդամենը պաշտոնավարման դադարից 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ընդունել էր նոր սահմանադրություն 2005 թվականին, որը ուժի մեջ մտնելուց հետո նախագահը Պարոն Քոչարյանը կարող էր դեռևս 2 անգամ առաջադրվել որպես հանրապետության նախագահ։ Եվ վստահ եմ հաշվի առնելով պարոն Քոչարյանի ռեյտինգը այդ շրջանում ինքը միանշանակ էր ընտրվելու, բայց սահմանադրության ընդունումից հետո պարոն Քոչարյանը վերարտադրության խնդիր չուներ, հավատացեք, որովհետև կար նոր սահմանադրություն, դրա մասին չափազանց բարձր գնահատականներ կային Եվրոպայի խորհրդից, Վենետիկի հանձնաժողովից եւ այդ այսպես լեգիտիմ եւ եվրոպական հանրության կողմից ընկալելի սահմանադրությունը պարոն Քոչարյանին հնարավորություն տալիս էր եւս 2 անգամ ընտրվել որպես հանրապետության նախագահ։ Հետևաբար Սերժ Սարգսյանի եւ իր թիմակիցների թեզերը, որ սա վերարտադրություն էր, սա վերարտադրություն չէր։ Մարտի 1-ը ունի հստակ կոնտեքստ։ Սերժ Սարգսյանը ընտրվել է հանրապետության թեզն արդեն, հա, այստեղ պետք է մի փոքր բապալանալ, թե ինչ ենք ասում, հա, տեսեք, գլոբալ միատեսի կարևոր է երևի storytelling-ի տեսակետից, հա, գլոբալ ինչու՞մ է կայանում այս դավադրապաշտական ողջ տեսությունը, որի էլեմենտները մենք հիմա քննարկելու ենք։ Տեսեք ինչի մասին է Կոչուբաևի այս հարցազրույցը։ Նախ նրա մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է շատ էֆեկտիվ, շատ լավ մենեջեր, որ ունեցել է մշտապես բարձր վարկանիշ եւ հետագայում հանրապետականները, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես փորձել են դաշտ են նետել թեզեր, որպեսզի աֆիլացվեն երկրորդ նախագահի հետ, համարվեն իր վերարտադրություն, իր գործի շարունակողներ, որպեսզի սնվեն այն բարձր վարկանիշից, որը ունեցել է Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ։ Դրան հետևելու է մի շարք փաստեր, որոնք ինքը ներկայացնում է իբրև փաստ, կխոսենք դրա մասին հետագայում կտեսնեք, բյուջե եւ այլն եւ այլն։ Ուրեմն իսկ ամենասկզբից ինչ է ինքը, ուրեմն այս մասին ինչու մասն էր, սա սկիզբն է 6-րդ րոպեն հարցազրույցի, ինքը ասում է, որ տեսեք, Ռոբերտ Քոչարյանը չուներ նպատակ մնալու իշխանության, որովհետև եթե ինքը դա ունենար, ապա սահմանադրությունը, որը փոփոխվել էր 2005 թվականին, ինքը ասում է նոր սահմանադրություն, բայց դա այդպես չի, մենք հիմա կասենք թե ինչի, տալիս էր հնարավորություն եւս 2 անգամ մնալ, առաջադրվել եւ ընտրվել նախագահի պաշտոնում։ Եվ շատ կարևոր մի պնդում անում, որը այդտեղ կեղծ պնդում է միանգամից սա կարելի է հերքել տեղում, միջով այս հիմնական ասելիքն է, ասում է եւ ըստ այդմ հանրապետականների այդ թեզերը, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմքով Ռոբերտ Քոչարյանը վերարտադրվել է, դրանք կեղծ են։ Արի սկսենք հենց վերջից, հա։ Վերջից, հա։ Ուրեմն ժողովուրդ ջան, իրականում երբեք որևէ պարագայում, որևէ հանրապետական կուսակցության անդամ չի խոսել նրա մասին, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի իշխանության վերարտադրությունն է։ Սա մեծագույն սուտ է։ Սա մեծագույն սուտ է եւ սուտ է նաեւ ինչից ելնելով, որ ինքը իրականում մանիպուլացվող սուտ է, թող ես այդ կդզեմ անընդհատ, այստեղ պետք է մենք անընդհատ այս դզենք ու այդտեղ խնդրեմ տալու անընդհատ։ Մանիպուլացվող սուտ է, ինչի, որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը Քոչարյանի իշխանության վերարտադրություն համարում էր ընդդիմությունը երկար տարիներ։ Առաջին նախագահի կողմից դա մրճակվել է 2008 թվականին եւ երկրորդ շարունակվել է ողջ ընթացքում իշխանություն Սերժ Սարգսյանի իշխանությունը թիրախավորողների կողմից։ Այսինքն ռոբասերժական արտահայտությունը Հայաստանի Հանրապետության դաշտում 98 թվականից սկսած գործող ընդդիմության եզրույթն է։ Երբեք որևէ հանրապետական նման պնդում արած չկա եւ սա կատարյալ սուտ է եւ սուտ է, որովհետեւ ոչ միայն սուտ է, պատահական սուտ չէ, այսինքն սա մոլորության արդյունք չի, սա հորինած սուտ է։ Սա հորինվել է, ես անգիր գիտեմ, որտեղ է հորինվել, ես առաջինը տեղեր կարդացել եմ, լավ, ասեմ, Բորիս Մուրազին առաջի անգամ մի քանի ամիս առաջ խոսացեց սրա մասին, որ իբր երրորդ նախագահը փորձում աֆիլացվել երկրորդ նախագահի հետ, ցավոք սրտի հետ այս պնդումը արվել, եւ այդ պնդումը հասել է 5-րդ ալիքի տաղավար շատ լուրջ հանդերձանքով, բավականին լուրջ հանձնավորության կողմից եւ հասել ենք այս կետին։ Հետևաբար, այն պնդումը, որ երրորդ նախագահի թիմակիցները կամ երրորդ նախագահը որևէ կերպ փորձել է աֆիլացվել երկրորդ նախագահի հետ,
կեղծ սուտ պնդում է։ Այստեղ, տեսեք, այստեղ շատ խորամանկ մի պահ կա, որ սա հերքելու համար մենք ուղղակի ինքը չի բերում որևէ փաստ այստեղ։ Չի ասում, այ տեսեք, օրինակ Հանրապետական Արմեն Աշոտյանը կամ Էդուարդ Շարմազանովը կամ որևէ այլ մեկով հայտնի է լայն հանրությանը այս իր խոսքերով փորձել է ստեղծել պատրանք, որ ինքը իրանք հանդիսանում են Ռոբերտ Քոչարյանի շարունակություն կամ վերարտեփ։ Այդպիսի բան ինքը չի բերում, դրա համար մեր հերքումը կայանում է նրանում, հերքում ասելով մեր ֆակտ չեկի ասել է, որ ինքը սուտ է ասում, նրանում, որ ինքը չի կարա բերի մեկ հանրապետական կուսակցության քաղաքական թիմի անդամ, որպես օրինակ, որը թեզեր է բերել դաշտ, որ գիտեք մենք տենց Քոչարյանի շարունակությունն ենք եւ այլն, բայց շատ կարևոր է ինչի է ինքը սա ասում, Ժորժ ջան, հետո դուք կտենաք ինքը մի քիչ սումբուր է սա ներկայացնում, որտեվ հանդարտ ասում եմ, մի հատ գնանք առաջ, հետո գանք հետ։ Ինքը ներկայացնում է, որ բոլոր լավ բաները, ինչը եղել են մեր հանրապետությունում, եղել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, դրա համար բոլոր մնացածը փորձել են ներկայանալ իբրև իր շարունակություն կամ իր հասկանում եք, չէ՞ ուրա տանում, որ կասկածելի չլինի, էլի։ Տեխնիկական բան դասեմ կներես, էլի, որտեղ սա արդեն խնդրեմ է, ես հիմա արագ դասեմ, միջև այդ, բայց ես այդտեղ բանուն եմ ասելու կներես, հետ կգանք հարցին, մնանք 6 ժամ կմնանք այստեղ։ Արիգանք 2005 թիվ, խնդրում եմ, այդ իր սահմանության ասացին։ Հավատա, եթե ամեն հարցին գնանք 20 րոպե, մենք կմնանք այստեղ 8 ժամ, ապա քաղաքապետի ընտրությունների պես կլինի։ Բան չասես։ Այս հարցը իստում է տոտալ փագել ենք։ Հիմա գանք մի հատ փաստ ֆիքսենք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բոլոր ժամանակներում հենված ա եղել հանրապետական կուսակցության վրա։ Եթե վերցնենք թե ով ա ում հետ ուզեցե աֆիլացվի, կվերցնենք որ կարելի է աֆիլացնել երրորդ, երկրորդ նախագահային, երրորդ նախագահը։ Դե որտեղ այդտեղ եղել է Վազգեն Սարգսյան, հանրապետական կուսակցության եղել է Անդրանիկ Մարկարյանը, հետո Սերժ Սարգսյանը։ Իսկ բոլոր ժամանակներում հանրապետական կուսակցության վրա է հենված եղել Քոչարյանի իշխանությունը, չէ՞ Քոչարյանը տենց եկել է մենակով ու սենց սաղ կառավարել է։ Այդ սուտն էլ է դա, էլի։ Իդեպ, որևէ մեկը չի հերքում, որ Ռոբերտ Քոչարյանը լավ մենեջեր է, որ իր իշխանության տարիներին տնտեսական շատ մեծ աճ է գրանցվել, իդեպ ինքը տնտեսական բումի ժամանակ է եղել, որտեղ եթե նայեք հետ սովետական բոլոր երկրներում լավ է եղել, բայց Հայաստանում եղել է երկնիշ տնտեսական աճ, մենք հեսա խոսանք բյուջեից, որը խեղաթյուրվել է այստեղ, բայց ամեն դեպքում այստեղ մենք չենք հերքում, ուղղակի ուզում եմ հասկանալ, թե որտեղից է ինքը բերում սա, բայց կեղծ պնդում անում, որ թե փորձ է եղել ուրեմն աֆիլացվելու։ Դրա փաստարկ, ինչպես տեսնում եք, փաստ ինքը չի բերում։ Հիմա միակ բանը, ինչ ինքը փորձում է փաստով բերել, է որ թղթեր է բերել, ասում է, այ տեսեք, ես թղթեր եմ բերել, բան ինչ ասում, ասում է, այս որ ես լսեցի, մոտ շոկ էր, ասում եմ, որ լավ լուրջ ես, որտեվ մտածեցի, որ կարա իսկականից ճիշտ ասի, որտեվ փաստաբան է մարդը, փաստաբան։ Ինչ ասում փաստաբան, ասում է 2005 թվականի նոր սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանը ուներ հնարավորություն եւս երկու անգամ առաջադրվելու եւ ընտրվելու իբրև նախագահ։ Որ մտածում եմ, մի անգամ ծաշկիս առաջ գալիս է Պուտին Մեդվեդև, ասում եմ, լավ, բա եթե կարար, տենաս ու տենց ամեն ինչ լավ էր գլոբալ առումով, ինչի չառաջադրվեց, ինչի որոշեց գնալ։ Ու իմ համար առաջ անգամ է ես այս թեզը լսում։ Բայց ասա որ ես սկզբից պնդել եմ, որ դա տենց չի։ Հա, բայց սկզբից ես որ նայում էի, որ քեզ իրար հետ չենք նստած նայում։ Հա, չէ, հետո ես մենակ էի նայում, ասում եմ, լավ, ախպեր ջան, ես ի՞նչ է, քեզ որ ասեցի, ասիր չի կարա տենց բան լինի։ Դե ես էլ եմ մտածում, որ չի կարա լինի, բայց դրա փաստարկվածությունը չգիտեի։ Հիմա տեսեք, որ փաստաբան Կոչուբայևը ամոթաբար ստում է։ Անամոթաբար։ Ամոթաբար։ Անամոթաբար։ Առանց ամոթի։ Հա։ Իսկ դենց ամոթաբար սուտ ասում, անամոթաբար ստում է։ Ասում է ամոթալի ստեր։ Ուրեմն տեսեք, ստեղ պետքա գնանք սահմանադրության հեղինակներից մեկի Վարդան Պողոսյանի երեկվա հարցազրույցում։ Ինչա ասում այս մարդը։ Ուրեմն 2005 թվականի սահմանադրության փոփոխությունները նոր սահմանադրություն չեն հանդիսանում։ 2005 թվականի սահմանադրության փոփոխությունները այս մարդը ներկայացնում է որպես նոր սահմանադրություն եւ հետեւություն անում, որ Քոչարյանը 2008-ից կարար նորից առաջադրվել, բայց բարի կամքի դրսևորում արել չի առաջադրվել։ 2005 թվականի հանրաքվեի է ներկայացվել ՀՀ սահմանադրության փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Սահմանադրության փոփոխությունները ընդունվել են 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով։ Նոր սահմանադրություն կամ նույնիսկ նոր խմբագրությամբ սահմանադրություն չի ընդունվել։ 1995 թվականի սահմանադրության 50-րդ կետով հանրապետության նախագահի համար սահմանված երկու անգամից ավել անընդմեջ ընտրվելու արգելքը 2005 թվականին որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ուստի Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելը կխախտեր սահմանադրության 50-րդ հոդվածը։ Հիմա կասեք, գուցե սա այդքան կարևոր չի գլոբալ, որտեղ ստեղ ինքը տենց բարի կամքի դրսև, ինքը էլի է հղումներ անելու սահմանադրության վրա, որտեղ էլի ստում է, էսի ֆիքսեք ուղղակի։ Բայց արի այս սրա վրա մի հատ է կենտրոնանանք, Ժորժ, ուրեմն ես որպես քաղաքագիտության բաժնի ուսանող սրա մասին գիտեի,
անկեղծ եմ ասում։ Այսինքն ես գիտեմ ինչ է սահմանադրական բարեփոխումներ եւ սահմանադրության փոփոխություն։ Amendment եւ փոփոխություն։ Amendment բարեփոխումն է, որը արվել է 2005 թվականին մեկ անգամ եւ 15 թվականին, որը նոր խմբագրությամբ սահմանադրություն է։ Իդեպ ասեմ, դա սահմանադրություն չի փոխվել։ Սա նոր խմբագրությամբ սահմանադրություն է դարձել 2015 թվականի սահմանադրությունը։ Այս մարդը ոչ միայն պարտավոր էր իմանալ, այլ եթե չգիտի դա կատարյալ անգրագիտություն է ու խայտարակություն է։ Օրինակ ես եթե ունենայի sense իմ քաղաքական թիմում sense մարդ, ես կամաչեի ու երկրորդ անգամ կասեի սրան ոչ միայն եթեր չթողեք, այլ ընդհանրապես աշխատեք որևէ նկարում, որ մեր հետ կա, այդ նկարներն չդնեք նախքին։ Բայց դե հիմա այս մարդը լուրջ դեմքով անում է պնդում, որ իբր երկրորդ նախագահ կարար առաջադրվեր 2008 թվականին, բայց դե արա, դե մեծ ահոքի մարդեր էլի, չասես չառաջադրվեմ, ինչի սա պետք։ Այս սաղ այդ Նիկոլ Սերժնա բերել Նիկոլին եւ այլն, այս թեզերի այս ջախջախումը հիմա դուք կտենաք այս օրինակով։ Գնացեք։ Հիմա գնանք, ես մեկը գուցե տենց էլի եմ ասում, համատեքստում դիտարկեք, որտեվ ինքը ստեղ մի հատ ցույց տվեց, որ այս մարդը կարար չուզեց գնաց, բայց ամեն ինչ տենց ցենտր էր, բան, հիմա տեսեք։ Եւ քաղաքացիները դրանից դժգոհ են։ Եվ ըստ այդմ շարժման շահառում ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր,